Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մեր ակցիան խաղաղ է, մենք ուզում ենք արդարադատություն, մենք ուզում ենք ամեն ինչ լինի ճիշտ հիմքերի վրա։ Ձեր այստեղ գալու ակցիայից առաջ նախորդին կարծեմ գրառում եք կատարել լրացնելու ճնշումների մասին, ձեր խոսքում էլ թեև անդրադարձակ, ամեն դեպքում օրինակ ինչից են վախենում իրենք ձեզ այդ շփումներից կամ ձեր խոսքը ինչու են ուզում այսպես լրացնել, ինչով եք խանգարում իրենց, եթե պահանջում եք ձեր պահանջն արդար է, ինչ մտահոգություն, ինչ մտավախություն ունեն, պատասխաններ չունեն, ի վիճակի չեն խաղաղության գործընթացին եք խանգարում։ Ինչ խաղաղության գործընթաց։ Ինչով կարա բացատրի, ինչ խաղաղության գործընթաց, եթե Հայաստանի Հանրապետության ոչ մի դիրքերում մեր դրոշը չկա դրված։ Հասարակ մի հատ ինչ խաղաղության մասին է խոսքը գնում։ Եթե քո սուվերեն տարածքում դու քո երրագույնը չես կարող ծածանես։ Երրագույնը մենակ երրաբլուրում է ծածանվում բավականին։ Խոսքի ազատությունն է, որ ասենք մենք 21 թվականից հետապնդման մեջ ենք, դատական պրոցեսների մեջ ենք, ասենք պետական այրերը սիրուն նստել են փափուկ աթոռներին, թող ինձ ների աստված, ես չեմ դատավորում, բայց որոշ ծնողներին կարացել են երկու գրոշով, ինչ որ մի հատ պաշտոնավարման դիրք տալով, ասենք մարդկանց ասած առու ծախա գնում։ Հայրենիքի առու ծախա գնում, անգամ ներսում։ Մեզ լրացնելը դա է, ով որ հակա է այս իշխանությանը, իրականությունը գիտի։ Հիմա ասենք ով պետք է Արցախում լինես, չէ՞ որ դե համուհոտը տենաս։ Պետք է անտել լինես, որ հասկանաս, ասենք ես անձամբ փառկասու, ասենք անես չի որ նոր ի հայտ եմ եկել։ Ասենք մենք կռացած թուրքի դեմը մեր սուրբ մասուկներն ենք հավաքել բերել, ու այդ մասուկները գալի ստեղ էլ է մասնատվում, ու ասենք այդ աշխատանքն է շատ բարդ։ Այդ աշխատանքն է, ինչքան պետք է դու քեզ կուլտաս, որ չոքաս տշտամուկ դեմ այդ մասուկը հավաքես։ Գա հասնի տարբեր տեղեր, ու ժողովրդին ժամանակ տանեն ու սկսեն, ասենք կոպիտ ասած, ծորկել, որ ասենք այս մարդիկ всё, արանքից պարակտ են։ Մի դուք բոլորը գիտեք, որ Արսեն Ղուկասյանը միշտ չի եղել, որ ասենք ինչ-որ մեկի կողմնակիցն է եղել։ Ինքը եղել է անկուսակցական, ինքը հոպար է, ինքը մանագալ իր նահատակ եղբոր որդուն։ Այդ մարդը եղել է Արցախում, այդ մարդը իր կյանքը, իր ամեն ինչ ուրանալով իր ընտանիքը կտրվել այդ երեխու որոնողական աշխատանքներին։ Այդ մարդը իր երեխուց լուր է ուզում։ Այդ մարդը ոչ պաշտոն ազում, ոչ փող, ուղղակի լիքը հանրություն, լիքը անիմաստ ծախված ծնողներ ցեխ են շպրտում Արսենի վրա, ու իրանց համար միակ խոսացողը Արսենն է, լրացնելու համար այսօրվա դրությամբ թղթերը կա բժշկական, ամեն ինչը կա։ Ու մի հատ է կա Մասիս Մելքոնյան, որը որոշում է կայացնում всё, որ մեր բոլոր, ասենք, քաղբանտարկյալ ծնողներ ունենք։ Ով այդ դատավորը, որ պետք է որոշի ինչ հանցակ պետք է անի այդ ծնողը, Արա Ռոստոմյանը կլինի, Գարի Գալեյանը կլինի, բոլորը ծնողներ են։ Դու ով ես, որ դու այդ մարդուն զրկես քո երեխու շիրիմը խնկարկելու։ Ով ես դու։ Ինչ ես ուտում դու։ Ուրա գնում ես մեր պետություն, ուրա այս ազգի թասիբ դամուսը, ուրա։ Ես էլ եմ ասում, մենք ունեցել ենք ղեկավարներ Լևոն Տեր-Պետրոսյանով, Ռոբերտ Քոչարյանով, Սերժ Սարգսյանով, ովքեր իրականում հաղթած ղեկավար են եղել հայ ազգը, թե հանրապետությունում, թե հանրապետությունից դուրս եղել են հստակ հայ հպարտ քայլող մարդիկ։ Իսկ այսօր անողնաշար է հայ ազգը, մենք ներսում ենք, եթե դրսից հյուրեր են գալի խոսացնում, զգում ես, որ լյուբոյ գտնվող Սփյուռքում կլինի, որտեղ ասես կլինի այդ հայը, իրանց զգում է ճնշված։ Որտեղ տենում է, որ ստե խոսքի ազատություն չկա, ով չի թելում այսօրվա իշխանության, այսօրվա ղեկին նստածների թելը, ուրեմն ինքը պետք է ես չեմ վախում, ասում եմ, Նիկոլին ես չեմ ընդունում, ասեմ ինչի մար ստի վրա ոչ մեկ չի կառուցելու այս պետությունը։ Ինչքան պետք է խափենք, դե որ տեցա բոլորիս աշկի դեմն Արարած սարը, թող գալ մեր աշկերու լեզուները կդրեն։ Թող ասեն ձերը չի, ոնց մերը չի։ Այդ Արյան, այդ Արարատի կանչը, այդ Սարի կանչը բոլորի երակների մեջ է, մենք ամեն աստծուն հելնելուց, լվացվելուց տենում ենք այդ սարը։ Ինչն են ուզում, հայ գենի մեջ չի կարա մեռնի ամեն ինչը։ Հայ ունի գեն, հայը ունի նամուս, հայ ունի թասիբ։ Իսկ ովքեր ոչ մեկ չի կարա։ Գարեգի դուստերն ասում է, չէ, խավար գիշերից հետո գալու է լուսաբացը։ Ինչ է լինի, հիմա մենք խավար գիշերի մեջ ենք։ Լուսաբացը գալու է, հիմա մեկը թող ինձ հիմնավորի, ասի Արսեն Ղուկասյանին, այս խուլիգանություն։ Ես էլ եմ խուլիգան, ես էլ եմ ներկա եղել։ Ես չեմ հրաժարվում, ես էլ եմ խուլիգան, ես էլ եմ այդ մասնակից եղել։ Բայց խուլիգանը, երբ որ դու տենաս գազ հաստես այդ կապեպը տենաս այդ ծնողին գետին են գցե, ինչ պետք է անես, հանգիստ տայնես, պրոստը զուտ, ասես դավայ, անը, ծեծեք ես ծնողին, ինձի հանգարց մատով չկտնեք։ Ինչ անենք, ասենք էլ ոչ մի ծնող առողջական չունի, առողջություն չունի։ Ծնողներ կան մահացել են։ Ինչ անենք, լռենք, ինչին հանուն, ինչի լռենք։ Մենք էլ ենք չէ՞ մի օր գնալու երկին։ Ինչ անենք, նստենք հանգիստ, սպասենք, տենակ ինչքան է խափում, ինչքան ձգին ժամանակ։ Սա չի կարա շարունակվի։ Դրա համար մեր կոշնա, մեր
ծնողներ կան, շատ մարդիկ կան, ի վիճակի չեն, առողջությունը չունեն, որ այսօր գան ներկա գտնեն, շատ մարդ կա, ցանկանում է գա։ Բայց հոգնել է այս ազգը ստից, ասում են հա գանք, ասում են ի վիճակի չեն։ Շատ մարդիկ են պատրաստվում են այսօրվա այդ նույն դատավարությանը, որը պետք է լինի մեր երեխեքին տարած թուրքի բերան տված անհիմն։ Թուրքի բերան տված այդ սպայի դատավարությունը, ով այն դատին սովորական փոքր սպաներ, ոչ լուրջ ղեկավար անձիկ, ովքեր որ ասենք մարտը վարել են, մարտը կազմակերպել են, հրահանգները տվել են։ Մենք էլ Արցախում ենք եղել, նույն ձևի ասենք մեր երեխուց 3 կիլոմետր ենք հեռու եղել։ Բայց ասենք ես չեմ եղել, ասենք որպես զինվորական, ես որպես հոպար, որպես հիմա այրան կանչով ես գնացել եմ Արցախ մեր երեխու հետևից, բայց ես բայվիկ չէի։